Աստված յուրաքանչյուրին ստեղծել է որպես յուրահատուկ անհատ, յուրօրինակ։ Ու մեր խնդիրը նա է, որ մենք կարողանանք կյանքի ընթացքում բացահայտել մեր յուրօրինակությունը ու նաև դա արտացոլենք մեր կյանքում։ Մարդը երբ որ ապրում է, երբ որ ծնվում է, ուրեմն կա ինչ-որ մի գերնպատակ, բայց քանի որ մենք ծնվում ենք այդ մատրիցայում, մեզ ասում են, որ դու որտեղ ես, դու պետք է այսպես անես, դու այսպես, այնպես, դա արդեն նստում է մեր մեջ ու մենք արդեն չենք հասցնում տեսնել ինքներս մեզ, մեր ներսը։ Հետո մարդը, եթե հասնի այն գիտակցությանը, որ կարողանա այդ շերտերից ազատվել, նոր արդեն բացվում է իր իրական եսը։ Ամբողջ խնդիրը դրանում է, որ մենք դեռ ինքներս մեզ չճանաչած համակարգը այդպես է ստեղծված, որ մենք չհասցնենք դա անել։ Ես ուզում եմ, որ բոլորը կարողանան նայել իրենց ներսը, հասկանալ իրենց, ճանաչել իրենց էությունը ու այդ տեսանկյունից ապրել։ Լրիվ ուրիշ կյանք է ձևավորվում, լրիվ ուրիշ անհատականություն։ Շատ ուրախ եմ, որ հիմա մենք ապրում ենք մի զարմանահրաշ ժամանակաշրջան, երբ որ մեզ տրված է այդ հնարավորությունը, որովհետև առաջ, ինչպես դու շեշտեցիր, Նիկ ջան, պատմության ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ դանդաղ զարգացումը կատարվել, համենայն դեպս այն պատմության, որ մենք գիտենք։ Իսկ հիմա շատ տեմպերը արագացել է, ու մենք իրոք շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում, մարդիկ բոլորը ցանկացած մարդ ունի հիմա այդ հնարավորությունը արթնանալու ու իր կյանքը ավելի լավը դարձնելու։ Ու դա շատ մեծ հնարավորություն է, որը պետք է օգտագործել։